Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզ լրատվականի տաղավարում այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ, մեր հանրության կողմից մեծ սեր ու հարգանք վայելող Արսեն Գրիգորյանի, նույն ինքը Մրոյի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, ուրախ ենք մեր տաղավարում ձեզ ողջունելու համար։ Պարոն Գրիգորյան 2017 թվականից գործում է Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը։ Նախ կենտրոնի գործունեությանը անդրադառնանք, ինչ ընթացքում է այժմ եւ ինչ գործունեություն է ծավալել այս ողջ ընթացքում։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ մինչև Արարին անցնելը, եթե թույլ կտաք, ես կուզենայի այս տաղավարից մեր զորակցությունը, մեր աղոթքը հղել մեր գերիներին, որոնք այսօր դժբախտաբար միայն մենք մեր աղոթքով կարող ենք իրենց օգտակար լինել, շատ ցավալի է եւ ամոթալի է այս ամենը, մեր հարցազրույցում դեռ կանդրադառնանք գերիների հարցին, այո։ Շատ ծանր վիճակը հոգեբանական մեզ բոլորիս համար, այնպես որ Աստված զորացնի բոլորին, մենք հոգով սրտով մեր տղաների հետ ենք։ Հիմա Արարի մասին։ Արարի մասով, ուրեմն Արարը ծնվեց անհրաժեշտությունից ելնելով։ Արարը ծրագիր է, որը որ իր նպատակն է պահպանել եւ փոխանցել գալիքի սերունդներին մեր ազգային մշակութային ժառանգությունը, ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ ինքը այդ նպատակը հենց իրականացնելը պետք է լիներ մարզերում, որովհետև մենք բոլորս գիտենք, որ մարզերում շատ կտրված են մեր հայրենագիստները եւ пассив է ընդհանրապես մշակութային կյանքը շատ նույնիսկ բոլոր մարզերն եք ներառել։ Տարբերություններ կան, իհարկե այն մարզերը, որ մոտիկ են Երևանին, ուրիշ են, բայց երբեմն հանդիպում ես մոտիկ նաեւ համայնքներ, որտեղ որ իսկապես մշակութային կյանք չկա կամ շատ քիչ է, այնպես որ նպատակ ունենալով պահպանել մեր մշակութային ժառանգությունը, որը իր բոլոր դրսևորումներով, ջյուղերով մենք ընտրեցինք ամենասկզբում Բերթավանը եւ Բերթավանից սկսեցինք այսինքն մի համայնքից սկսեցինք 2017 թվականին, այսօր ունենք 45 համայնք եւ հենց հիմա գործում է եւ հաջողում են երեխաներ շուրջ 1000 երեխա, որոնք սովորում են մի համայնքում խաչքարագործություն, մյուս համայնքում ասեղնագործություն, մյուս համայնքում ազգային երգ, ազգային պար, փայդի գեղարվեստական մշակում, մանրանկարչություն, թաղիքագործություն, համարյա գորգ-կարպետ, փորձում ենք ներգրավել ամբողջ այդպես մեր ոչ նյութական մշակութային ժառանգության ջյուղերը, արհեստ, արվեստ, այդպես ասած, եւ մեր երեխաներին փոխանցել այդ ժառանգությունը եւ դարձնել մեր երեխաներին մեր մշակույթի կրողները։ Իսկ հետաքրքրվածությունը մեծ է երեխաների կողմից։ Եթե նայենք օրինակ ընդհանուր մեդիային, ընդհանուր ինչ որ օրինակի համար թե Facebook-յան, թե Instagram-յան եւ այլն, այն ինչ որ տարածում են, մենք ուրեմն հանդիպենք շատ ստերի, որ օրինակի համար մեր երեխաներին չի հետաքրքրում մեր ազգային ավանդականը եւ այլն, այն ինչ որ հակառակն է իրականում։ Մեր երեխաները շատ լավ էլ հետաքրքրվում են եւ իրենց համար բավականին հաճելի է
եւ նաեւ մեր երեխաները իրենց մեջ արյան կանչը բավականին թելադրող է։ Մենք շատ լավ սերունդ ունենք, շատ լավ սերունդ ունենք։ Փաստորեն պետք է աշխատել նրանց հետ եւ արթնացնել այդ գենը։ Այո, պետք է ուղղորդել, պետք է երեխաներին դեր կանգնել։ Ես ժամանակին առաջարկ էի արել, այսինքն նախ բան ունեի, նախագիծ, որ բոլոր մանկապարտեզները պետք է ենթարկվեն մշակույթի նախարարությանը եւ մշակույթի նախարարությունը պետք է ծրագիր մշակի ռազմավարություն եւ պատասխանատվություն կրի մեր երեխաների համար, որոնք վաղը մյուս օրը իրենք դառնալու են մեր հասարակության մեջ որոշողը, այսինքն թե ղեկավարներ, թե եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է, որ երեխաներին տեր կանգնել, շատ կարեւոր է եւ նաեւ մի բան էլ ասեմ, որ քանի որ ինքը մեր ծրագիրը բավականին հարուստ է եւ բովանդակային է, մենք փորձել ենք հասնել բոլորին, ինչքան հնարավոր է եւ դրա համար մեր կենտրոններում սովորում են անվճար, այսինքն հասանելի է բոլորի համար, դա նաեւ սոցիալական խնդիր է լուծում, նույնիսկ 50 դրամ չի վճարում մեր շահառուն եւ նաեւ սահմանափակում էլ չկա տարիքային, երեխաները են հաջախում, սկսած 6 տարեկանից, ասենք մենք ունենք օրինակ Հայաստանի ամենափոքրիկ գորգագործը Նարեն տեղ գյուղում եւ երևի աշխարհում ամենափոքրիկն է, ուղղակի հաստատ գիտեմ, որ Հայաստանում ամենափոքրիկ գորգագործն է կարպետագործը Նարեն եւ ունենք նաեւ երևի 60-ից բարձր տարիքով մարդիկ, կանայք եւ տղամարդիկ, որոնք որ հաջախում են եւ սովորում են։ Մեկը ունենք, որ խաչկարագործություն է սովորում, մեծահասակ տղամարդ եւ նաեւ կանայք ունենք, որոնք որ փոքր չեն, երեխա չեն, գալիս սովորում են։ Այնպես որ մեր հիմնական նպատակը պահպանել մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ փոխանցել մեր երեխաներին եւ գործում է մեր ծրագիրը մարզերում։ 8 մարզում Չի իհարկե շատ ողջունելի է, որ մարզերում, գյուղարանքներում եւս ուսուցանում եք։ Այո, վերջերս նաեւ սկսեցինք դարբնություն Գյումրիում, գիտեք, հայտնի է Գյումրին իր այդպես դարբիններով եւ մեր վարպետը Հովհաննես Մնոյան իր միջոցով, իր շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց դարբնությունը որպես Գյումրիի ոչ նյութական մշակութային ժառանգություն, այնպես որ երեխաները այսօր հաջախում են, դարբնություն են սովորում, չգիտեմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդրադարձել է մի քանի անգամ հենց Արարի մասին հիշատակելով, որ ամբողջ տարածաշրջանում լավագույն ծրագիրն է, որը զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում։ Մենք համագործակցում ենք, այս ի սկզբանե համագործակցում ենք պետական սկզբում մշակույթի նախարարության, այնուհետև կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարության հետ համագործակցում ենք Հովհաննես Շահամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ, այսինքն սա շատ լավ օրինակ է մասնավորի եւ պետականի համագործակցության մասին։ Այնպես որ փորձում ենք մի բան անել, որ մեր ինքնությունը պահենք։ Այ դրա մասին էի ուզում խոսել, որ այսօր ամբողջ աշխարհում այդպես ինքնության դեմ պատերազմ է, հատկապես օրինակ մենք ես տեսնում եմ, մենք բոլորս ենք տեսնում, մեր ինքնության դեմ պատերազմ է հղում, իսկ սա այն ծրագիրն է, որը փորձում ենք
մեր ինքնությունը պահենք։ Մշակութային ժառանգությունը պահելով դու կարող ես քո ինքնությունը պահել։ Արար կենտրոնը նշեցիք, որ նպատակ է հետապնդում պահպանելու մեր ազգային ոչ նյութական մշակույթը, հա, ինչքանով ձեզ հաջողվեց այս տարիների ընթացքում պահել մեր մշակույթը։ Դե սա այնպես չի, որ դու կարող ես չափելի ասես, որ ինչքանով, բայց մի բան կա, որ ինչքանով կենսանացրեցիք, այսպես ասեմ, կենսունակ դարձավ։ Նայեք, օրինակի համար, եթե ասեմ 7000 շահառու փոքրիկ եւ մեծ հաջախել են մեր կենտրոնները եւ դա արդեն իսկ ամենասկզբում երբ ստեղծեցինք այս ծրագիրը եւ կենտրոնները մեզ համար երևի այսինքն ես ինձ համար դրել էի նպատակ եթե կարողանամ 10%-ը օրինակի համար մեր երեխաների ովքեր հաջախում են իրենց դարձնենք գրողներ մեր ազգային մշակույթի, ուրեմն ընդիր կլինի, բայց այսօր մենք 50%-ից ավելի բարձր ունենք եւ պիտի ասեմ, որ բոլոր տեսակի կենտրոններ, խմբակներ, ասեմ, եւ այլն մշակութային եւ հաջախում են երեխաները սկզբում շատ են լինում, հետո շատ քչանում են։ Մեր մոտ հակառակն է, շատանում են։ Երեխաները շատանում են։ Այնպես որ այս տարիներին այն որ ասում են հաջախում են հետո դառնում են վարպետներ մենք ունենք օրինակ անին մի օրինակը ասեմ մնացածը արդեն կիմանաք Մարտիրոսյան մեզ մոտ է սովորել Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնում գորգագործություն եւ կարպետագործություն եւ այսօր ինքը աշխատում է մեզ հետ մեր մոտ Զար գյուղում ինքը երեխաներին սովորեցնում արդեն ինքն է փոխանցում այնպես որ շատ օրինակներ ունենք եւ կարծում եմ պիտի չնայես օրինակի համար այսօր քանի երեխա այլ պիտի ձգտես ինչքան շատ երեխաներին փոխանցես այնինչ որ եկել մեզ ասել է դարերի խորքից այն մշակույթը, որը որ ստեղծվել է մեր ազգի կողմից, այսօր մենք պարտավոր ենք այդ մշակույթով պահպանել մեր ազգային ինքնությունը, ազգային տեսակը եւ դա հենց մշակույթի դերն է։ Այո, անդրադառնանք նաև Գութան փառատոնին, ինչ ընթացքում է այն գտնվում եւ արդյոք Գութան փառատոնը կրում է նույն գաղափարը, նույն նպատակը, ինչը որ Արար կենտրոնը։ Այո։ Գութան Հայաստանի ազգային ավանդական երկի բարի փառատոնը ստեղծվել է 2014 թվականին անցած տարի մենք նշեցինք 10-ամյակը Գութան փառատոնի եւ հիմնականում նույն նպատակն է, այսինքն պահպանել մեր ազգային մշակույթը։ Մենք գիտենք, որ Հայաստանում շատ խմբեր կան, որոնք որ այդ նույն նպատակով ստեղծվել են։ Սկսած ակումբից, մարատուկից, վան խմբից եւ այլն, հասնելով մինչեւ այսօրվա մասում Գարինը բոլորը, բայց պետք է ստեղծվել մի փառատոն, որը բոլորին մեկ տեղի եւ բոլորի խոսքը մեկ կլինի, տարին մեկ անգամ գոնե, այսինքն բոլորը մեկ բեմի վրա հավաքել բոլորին եւ նաեւ ծրագրային ելույթ ունենալ եւ հենց նորից անհրաժեշտությունից ելնելով ծնվեց Գութանը նույն բանն է, եթե մենք այստեղ փորձում ենք երեխաներին օրինակի համար հենց այդ արարման խորհրդով, այսինքն իրենք հասկանան, որ հայը արարող է, հայը ստեղծագործող է, հայը ինքն իր տեսակը սիրում է, ինքը սիրում է բոլոր ազգերին, բայց առաջին հերթին ինքը իրեն պետք է սիրի, պետք է հարգի։ Նույնն էլ օրինակ Գութանի ժամանակ, նայեք, ամեն տարի էլի սկսեցինք 6-7 խմբով, հետո արդեն մենք հիմա մասնակից խմբեր ունենք շուրջ 20 խումբ եւ ամեն մի խումբ ամեն տարի վերցնում է իր վրա պարտականություն ներկայացնելու ամբողջական Հայաստանի, Կիլիկյան Հայաստանից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Սյունիք որևէ շրջանի
մշակութային ժառանգությունը երկով, բարով եւ իհարկե տարազներով եւ հաջորդ տարի արդեն փոխում է։ Այնպես որ մենք փորձում ենք այդ ամբողջական Հայաստանի հարուստ մեր մշակույթը ներկայացնել գութանի միջոցով ոչ միայն մեր հայրենակիցներին այստեղ, այլ նաև պատկերացրեք զբոսաշրջիկներ ինչքան են հավաքում ամեն տարի եւ այլն։ Եվ ոչ միայն Երևանում ենք մենք իրականացրել եւ իրականացնում, այլ նաև մենք կարողացել ենք 2 տարի Արցախում իրականացնել գութան պարատոնը, նաև Թավուշում, այնպես որ նույն նպատակն է։ Իսկ առաջիկայում ինչ նախագծեր ունեք Գութանի եւ Արարի շրջանակներում, ինչ ծրագրերով եք հանդես գալու։ Օրինակ նպատակ ունենք եւ ցանկություն ունենք Գութանի հետ կապված հասնել այն աստիճանի, որ ամբողջ տարվա ընթացքում Գութան փառատոնը ինքը ներկայանա մեր Հայաստանի մեր հայրենակիցներին շրջելով։ Այո։ Այսինքն օրինակ հունվարը մի կողմ որ թողնենք կամ փետրվարն էլ մարտից սկսած ամեն ամիս մի մարզում մենք փորձենք անել իրականացնել հասանելի դարձնել մեր ազգային երգն ու պարը մեր ժողովրդին, որտեղ շրջաններում օրինակ ոչ բոլորն են կարողանում մենք երբ որ Երևանում ենք իրականացնում, ոչ բոլորն են կարողանում գալ եւ մասնակից դառնալ։ Այդ ցանկություն կա գնանք հասնենք իրենց մոտ, գնանք հասնենք Մեղրիում անենք, գնանք հասնենք Գորիսում անենք, Ղապանում անենք, գնանք հասնենք Տաշիրում անենք եւ այլն բոլոր մեր քաղաքներում այդ ամենավերջում արդեն Երևանում ամփոփենք։ Սա Գութանի հետ է կապված եւ իմիջիայլոց պիտի ասեմ, որ Գութանի շնորհիվ մենք կարող ենք նաեւ տեսնել, թե մեր խմբերը, ազգագրական խմբերը, ազգային երգի պարի խմբերը որակական ինչ աստիճանի են հասել եւ բոլորը նվիրված աշխատում են, բոլորը իմիջիայլոց հիմնականում բոլոր խմբերը բան չեն, այսինքն չունեն պետական կարգավիճակ, միայն ագունքը ունի, մնացածը մասնավոր, այնպես առանց որևէ շահադիտական, իհարկե ագունքն էլ առանց շահադիտական, ուղղակի արդեն ինքը կարգավիճակ ունի պետական եւ շատ լավ է սա, որակական բավականին աստիճանի ենք հասել, բարձր աստիճանի ենք հասել եւ կարծում եմ, որ գնալով նաեւ ընդլայնում ենք ծրագիրը, բավականին մեծ ծրագիր ենք մենք այս տարիների ընթացքում ներկայացրել ենք եւ նաեւ արխիվացրել ենք։ Արարի հետ կապված բնականաբար կուզենայի, որ էլի շատանան կենտրոնները, մենք կարողանանք շատ երեխաներին հասցնել այս ամեն ինչը, շատ գյուղեր հասնենք, այն գյուղերը, որոնք որ անուշադրության են մատնված, դժվար է այնտեղ կյանքը, այդ ամեն ինչը կապ ունի ֆինանսական խնդիրներ լուծելու հետ, բայց կլուծվեն։ Ինչու, որովհետև մենք երբ որ սկսեցինք Իսկ գուցե պետական աջակցություն է անհրաժեշտ, դիմել եք արդյոք։ Դե բնականաբար մենք քիչ առաջ ես ասացի, որ մենք ունենք պետական համագործակցություն, ունենք այդ աջակցություն, որը ստեղծվել է այդ 2017 թվականից եւ մինչեւ հիմա ինչ որ չափով ունենք, բայց նաեւ ունենք հայրենիներ տարբեր երկրներից, Ավստրալիայից բռնած, մինչեւ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, բոլորը աջակցում են, որովհետև հավատում են, որ այս ծրագիրը Արարը շատ կարևոր է մեր հասարակության համար, որովհետև այսօր մենք հողը բահելու համար առաջին հերթին մենք ինքնության տերը պետք է լինենք։ Մեր արժանապատվությունը պետք է պահենք եւ մեր ամեն ինչ որ կապ ունի մեզ հետ, մեր տեսակի հետ, մենք պետք է պահենք, այդ դրանով կզորանանք եւ սիրել է պետք։ Իսկ մենք
փորձում ենք սիրել տալ։ Փորձում ենք, ասում ենք, որ գիտես ինչ է, առաջինը պետք է սիրես քո օրինակի մոտ խաչքարագործությունը։ Հետո այսինքն տարբեր ազգերի այդ իրենց մշակույթները, բան ուսումնասիրի, բան, բայց առաջին կարող ես սիրել նաև, բայց առաջին հերթին քո մշակույթը պետք է սիրես։ Պարոն Գրիգորյան, անդրադարձակ մեր ինքնությանը, մեր ազգային հոգեկերտվածքին, դիմագծին եւ նշեցիք, որ պայքարում եք, որպեսզի պահեք մեր ինքնությունը։ Հիմա տեսեք, պատմության ընթացքում, դարերի ընթացքում մենք եղել ենք տարբեր պետությունների այս կամ այն ազգի լծի ներքո եւ այդ ժամանակ ենք պայքարել, որ մեր ազգային դիմագիծը չկորցնենք։ Այսօր, երբ բազմաթիվ զրկանքներից հետո մենք անկախություն ձեռք բերեցինք, ինչու նորից նույն պայքարն ենք տանում։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ազգային պայքար եք տանում։ Ինչու անկախ Հայաստանում պետք է մենք պայքարենք, որպեսզի մեր բանաստեղծի լեզվով ասած կուլ չերթանք էս ահեղ լափումին։ Ինչու։ Ասեմ, նայեք, համաշխարհայնացումը բավականին մեծ լուծ է։ Եթե մենք ժամանակին Օսմանյան կայսրության լծի տակ էինք կամ տարբեր բարսկական եւ այլն կամ սովետական այդ տարիներին, այսինքն տարբեր ազդեցություններ եւ այլն, այսօր երբ մենք անկախ պետություն ենք, բայց գլոբալիզացիան սարսափելի երևույթ է եւ նայեք, այսինքն այդ ժամանակ այդքան շատ բան չէր, ավելի հեշտ էր պայքարել։ Քիչ առաջ մենք որ խոսում ենք, չէ, երբ որ մի բան փաթեթավորվում է, բայց դա ռումբ է։ Այո։ Դու չես տեսնում, բայց եթե դու տեսնում ես, որ ռումբ կա, դու դրա դեմ կարող ես պայքարել։ Ցանկացած մշակութային աղբ, եթե տեսանելի է, դու կարող ես պայքարել դրա դեմ, մաքրես։ Բայց եթե ինքը տեսանելի չէ, ինքը քողարկված է, ինքը լավ սիրուն փաթեթավորված է, չէ՞։ Դու կարող ես խաբվել։ Դրա համար այսօր պայքարը շարունակվում է եւ ես պիտի ասեմ մի բան էլ։ Հենց օրինակի համար պետության մշակութային ռազմավարությունը հենց ազգային ինքնության պահպանման համար պիտի լինի։ Այսինքն պետական գերատեսչությունները, որոնք որ իրենք կոչված են մշակույթով զբաղվելու, առաջին հերթին հենց ժառանգության մասին պետք է մտածեն, հենց մշակութային ժառանգության մասին պետք է այսինքն այդ ռազմավարությունը պետք է մշակվի եւ հիմնական խնդիր ազգային ինքնության պահպանումը պետք է լինի։ Ազգային ինքնության պահպանման համար այո, պիտի պայքար տարվի։ Այո, մեր անկախ պետության մեջ էլ, որովհետեւ արդեն բաց են սահմանները։ Բաց են սահմանները եւ մեզ ամրանալ է պետք։ Մեզ ամրանալ է պետք։ Այո։ Մենք եւ ինչպես ամրանանք, ինչպես հզորանանք։ Հենց ես ցույց եմ տալիս իմ մասով։ Այսինքն այն որ ասում են ամեն մեկը իր գործով եթե զբաղվի ամեն ինչ լավ կլինի, ես եւ կողմ եմ եւ կողմ չեմ։ Եթե ի նկատի ունենք ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով, որը որ ինքը ծառայում է ընդհանուրին, համաձայն եմ։ Բայց եթե ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով, ինքն իր մասին պետք է մտածի, միայն կարևորը ինքը լինի, ապա ես համաձայն չեմ։ Որտեղ մենք այսօր ապրում ենք այդպիսի ժամանակաշրջանում, որ մենք պետք է դուրս գանք այս ամեն ինչի մեջ, զորացած, ամրացած, պետք է դուրս գանք, իսկ ով է անելու։ Ով է մտածելու ընդհանուրի մասին։ Ով է մտածելու պետության մասին, ով է մտածելու անվտանգության մասին, չէ՞։ Այսինքն հիմա մենք մեր հիմնական խնդիրը անվտանգության մեջ է, իսկ անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, նաև կա բարոյական մշակութային անվտանգությունը։ Ինչի ենք բացում մեր դռները, ասում ենք, ինչ ուզեք բերեք լցրեք։ Ոչ։ Այ դրա համար եմ ասում, այսօր այս գլոբալիզացիայի այդ ժամանակաշրջանում շատ ավելի բարդ է, բայց պիտի անես։ Պիտի անես։ Անպայման պիտի անես։ Պիտի պայքարես։ Ամեն մեկը այո, կարող է իր մասով, բայց ինքը պետք է չմոռանա ընդհանուրի մասին մտածել։ Այսինքն, երբ որ մենքի գաղափարով ապրենք,
ամեն ինչ լավ կլինի։ Եթե մենքի գաղափարով ապրել տարիներում եսի գաղափարը կարծես թե ավելի վեր բարձրացավ մենքից։ Ինչպես պահպանել մեր եսը եւ այդ եսը պահելով նաեւ ամրացնենք, հզորացնենք մենքը, որովհետեւ եթե եսը ուժեղ եղավ, մենքը հաստատ ավելի ուժեղ է լինելու։ Ես մի քիչ հակառակն եմ մտածում, որովհետեւ եթե մենք կով մտածենք, եսը կա մեջը։ Եթե եսով մտածենք, մենքը բարտադիր չի լինի։ Կարող է լինի, կարող է չլինի։ Հիմնականում չի լինում։ Ով որ եսով է ապրում, բայց մենքով ապրողը միշտ էլ եսը կա։ Այո։ Չի կարող կորել։ Պատկերացնում եք, ասենք, ես հիմա ապրում եմ, ես ինձ համար ամենակարևորը այն է, որ Աստված տվել է ինձ շնորհք, այդ շնորհքը պետք է ծառայեցնեմ իմ ժողովրդին եւ իմ պետությանը։ Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, անձը միջոց, ազգը նպատակ։ Հիմա ես այդ ձև եմ ապրում, բայց դա չի նշանակում, որ ես չկամ։ Ես մենքի մեջ կամ, մենքի զինվորներից մեկն եմ ես։ Բայց եթե ես մտածեմ, որ ես եսի մասին, ես կդառնամ գեներալ, որը չունի զորք։ Այո, եւ պարոն Գրիգորյան, տեսեք, 88 թվականին մենք միասնական ենք եղել եւ արդյունքը տեսանք, երբ մեր հայրերը, մեր պապերը փառքով պսակեցին մեր հաղթանակը, հա, եւ դուք եւս Արցախյան առաջին ազատամարտի մասնակից եք եղել, ազատամարտիկ եք եւ եթե չեմ սխալվում, մյուս պատերազմներին եւս։ Եվ տեսեք, այդ ժամանակ նորանկախ Հայաստանում բոլորը հպարտ էին Արցախով, բոլորը հպարտ էին, որ հայ են, բայց այսօր ես թերևս շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ասում են, որ ամաչում ենք, որ հայ ենք։ Ինչպես է ստացվում այս իրավիճակը։ Մենք տեր ենք միայն հաղթանակած պետությանը։ Նախ ասեմ, ես ազատամարտիկ չեմ եղել, ես մասնակցել եմ բոլոր տեսակի այն պայքարի շարժումներին, որոնք իրենց մեջ հենց մեր ազգային անվտանգության խնդիրը կար։ Առաջին հենց Արցախյան շարժման ժամանակ ես ուսանող էի եւ ես այդ ունենք նաեւ ուսանողական կոմիտե, այդպես Ղարաբաղյան, եւ ես այնտեղ բնականաբար մասնագիծ էի, իմիջիայլոց մեզ չէր թույլատրվում, որովհետև դուք գիտեք, ես հայրենադարձ եմ եւ այդ ժամանակ ուսանող էի եւ բայց ինձ այդ ամեն ինչը հետաքրքիր չէր, հետո էլ նաեւ, այսինքն իմ մասնակցությունն եմ ձեռք բերել բան Ապրիլյանի ժամանակ եւ նաեւ 44 օրյայի ժամանակ եւ այլն, խնդիրը նայեք ինչումն է, տեր կանգնել հաղթանակին, թե տեր չկանգնել պարտության եւ խնդիրը դրա մեջ չէ։ Դրա մեջ չէ խնդիրը։ Խնդիրը այն է, որ օրինակի համար դու եթե տեսնում ես, որ քո շենքը հրդեհվում է, դու ինչ պիտի անես։ Ինչ պիտի անես։ Պիտի ամեն ինչ անես, որովհետեւ մարես այդ, չէ՞։ Այո։ Հիմա կարող է հաջողվի մի անգամից այդ ամեն ինչը մարես, կարող է չհաջողվի, բայց կարևոր դու։ Բայց պարոն Գրիգորյան, անդարբեր ես, թե դու օրինակի համար դու տեր ես քո հենց քո ամեն ինչին պիտի տեր լինես։ Այսօր բեմ ես բարձրանում, երբեմն շատ լավ ես երգում, երբեմն ոչինչ, բայց դու ես։ Այո։ Մեր սերունդը արժանի եղավ ձեր սերունդին, ինչն է փոխվել, ինչ տարբերություն կա մեր եւ ձեր սերունդների միջև։ Ես կասեի, որ տարբերություն ես տեսնում եմ ընդամենը այդպեսի բան է։ Նախ ժամանակաշրջանը, որի մեջ հիմա ապրում ենք, այսինքն մենք այն ժամանակ ուրիշ ձև, մենք այն ժամանակ պատերազմ չունենք ինքնության դեմ։ Չունենք։ Իսկ ո՞րն էր պատճառը։ Ինչու չունենք, իսկ հիմա ունենք։ Հիմա մեր այն ժամանակ խնդիրը ուրիշ էր։
Մենք գիտեինք, որ ինչ պիտի անենք մենք։ Մեկ Պայքարում ենք խնդիր մեր ունեիք անկախության համար, պայքարում ենք մեր Արցախի ազատագրության համար։ Այսինքն հստակ էր ամեն ինչ եւ այն ժամանակ հանունը կար։ Այո։ Հիմա հանունը լղոզված է, լղոզեցին եւ ես պիտի ասեմ, որ ձեր սերունդը թող ինձ ներեն իմ սերնդակիցները ավելի տաղանդավոր եք, ավելի բայցար միտք ունեք։ Բայց դիտարկենք ազգայինի մեջ, ինչքանով են ազգայինի մեջ էլ։ Ուրեմն ապրիլյանն էլ 44 օրյանն է ցույց տվեց, թե այս սերունդը, երիտասարդ սերունդը ինչ ձևի ինքը պայքարեց, ինքը կռվեց մինչև վերջ մեզ համար, մեր անցյալի այսօրվա եւ գալիքի համար։ Ուրիշ բան է, էլի եմ ասում, մեդիաներով, բաներով շատ աղբը եւ սկսում են փնովել, սերունդը բան։ Եկեք իրականում նայեք այսօրվա երիտասարդ սերունդը, ուղղորդել է պետք։ Քանի երկիչ էր դուրս գալու ժողովրդական երկիչներ, եթե ուղղորդում չլիներ, եթե ազգային երկիչը չլիներ, նախագիծը ժողովրդական երկիչը չլիներ, եթե մենք ենք մեր սարերը չլիներ, այդ ամեն ինչը արվեց, որպես այսօր մենք տեսնենք մեր բեմերը զարդարող երիտասարդ հրաշալի ժողովրդական երկիչներ, ազգային երկիչներ։ Խնդիրը մեր մեջ է։ Ես գտնում եմ, որ դու պետք է վերցնես քո վրա պատասխանատվություն։ Եթե դու ուզում ես այդ պատասխանատվությունից խուսափել, դու պիտի ասես, հա, մեր սերունդը օրինակի համար այս sense հաղթեց, իսկ ձեր սերունդը ինչպես վերջերս եմ լսել, չեմ ուզում ասել որտեղ ինչ, բայց ինչ որ մի լսարանում մի դասախոս ասել է երիտասարդներին, որ դուք բարդվող սերունդ եք։ Իսկ գուցե ձեր սերունդը պայքարել է միայն արտաքին թշնամու դեմ, իսկ մենք մեր սերունդը եւ արտաքին եւ ներսի թշնամու դեմ։ Հիմա ես ուզում եմ ասել, դուք բարդվող սերունդ չեք, հանգարտ չմտածեք։ Եվ ես դիմում եմ բոլոր երիտասարդներին, մեր երիտասարդներին, դուք բարդվող սերունդ չեք։ Այս բարդությունը բոլորն էլ գիտեն, որ քաղաքական բարդություն է։ Սա քաղաքական բարդություն է։ Ես միշտ էլ ասել եմ դրա մասին։ Ես տեսել եմ իմ աչքերով, թե մեր տղաները ոնց են կռվում, իմ տղան է եղել էլի։ Այո։ Եվ ամենտեղ գնացել եմ ես։ Պետք չէ բարթել մեղքը այս երիտասարդ սերունդի վրա։ Ոչ։ Մենք ինչ ենք անում, որ մեր երիտասարդ սերունդը մնա իր ինքնության մեջ։ Ինչ ենք անում։ Այդ ձեր ասած ամեն մեկը եթե եսը ուժեղացնի, եսը միջև ուժեղացնում է, մոռանում է, որ ինքը ինչ որ բան պետք է անի, որ այս գալիքի սերունդը մնա իր ինքնության մեջ, մնա իր տեսակի մեջ։ Բայց եթե եսը ուժեղ է լինում, այդ դրանով ավելի ուժեղ չի լինում մենքը։ Իսկ մենքով եսը շատ ավելի ուժեղ է լինում։ Ես հիմա ուժեղ եմ, որովհետև իմ խնդիրը եսս չէ։ Այո։ Դրա համար ես ուժեղ եմ։ Ամենտեղ օրինակի համար ես իմ պայքարը տանում եմ, բոլորը գիտեն ինչի համար եմ ես պայքարում։ Այո։ Ես չեմ պայքարում եսի համար։ Բոլորը գիտեն մենքի համար, ես իմ երեխաների համար եմ, ինչ գործ անում եմ, ամեն ինչ անում եմ, նույն Գութանի հետ կապված, նույն Արարի հետ կապված, դա մենքն է։ Հիմա ո՞րն է ավելի, երբ որ օրինակի համար տարիների ընթացքում ես կարողացա այդ ամեն ինչով զբաղվեմ, որը որ ինքը ծառայում է մենքին։ Հիմա ես չեմ հզորանում, իհարկե հզորանում եմ։ Այո։ Պարոն Գրիգորյան, անդրադառնանք Արցախի կորստին։ Նենց որ ձեր սերունդը շատ լավն է։ Շատ։ Ընդհանրապես մեր ժողովուրդը շատ լավն է։ Պետք չէ անընդհատ ժողովրդին ասես դու մեղավոր ես, դու լավը չես, մենք շատ լավ ժողովուրդ ենք։ Մենք շատ լավ ժողովուրդ ենք։ Ուղղակի մոլորված վիճակ է եւ պետք է արթնանալ։ Պետք է արթնանալ եւ քո մեջի այդ լավագույն որակները պետք է ցույց տաս։ Թե ֆիզիկական,
թե հոգեբանական, բարոյական, ամեն տեսակ պետք է ցույց տաս, որովհետև մենք շատ լավ որակներ ունենք, որ շատ ազգեր երանի կտան։ Համաձայն եմ, այո։ Անդրադարձակ արթնությանը, որ արթնություն պետք է լինի։ Տեսեք, այս օրերին Բաքվում դատապարտվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ոչ միայն, հայ, եւ վերջի օրերին, երբ ցուցմունքը եղավ, ցուցմունք տվեց Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Լյովա Մնացականյանը իր ցուցմունքում նա նշեց, որ այո, ես մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին եւ ոչ միայն եւ կոնկրետ նշել է, որ հատվածներում է մասնակցություն ունեցել եւ նշելով, որ այն հատվածներում, որտեղ որ ինքը չի մասնակցել, անշուշտ կմասնակցեր, եթե անհրաժեշտությունը կլիներ։ Համարյա թե այս նույն ցուցմունքով հանդես եկավ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը եւ իր պայքարն էլ հացադուլով է տանում Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Սա չենք կարող դիտարկել եւս թափության կոչ, այնտեղից ինչ են ուզում մեր հայրենիները մեզ ասել։ Կեցեն իրենք եւ հայ տեսակը սա է։ Այո։ Թե մեր գեներալները, թե Ռուբեն Վարդանյանը, թե Դավիթ Իշխանյանը, թե Բակո Սահակյանը, բոլորը կեցեն, որովհետեւ իրենք այնտեղ են ինչի պատճառով, որովհետեւ իրենք հայ են։ Այո։ Եվ դատվում են որպես հայ։ Եվ իրենք բոլորն էլ գիտեն, որ ինչ եղել է առաջին պատերազմից սկսած մինչև վերջ եղել է ինքնապաշտպանություն։ Թող չնենգափոխեն։ Ինքնապաշտպանություն է եղել։ Մենք չենք հարձակվել որևէ մեկի վրա։ Այո։ Իրենք են հարձակվել, մենք պաշտպանվել ենք։ Եվ պատմության ընթացքում ընդհանրապես այդպես է եղել։ Մենք միշտ պայքար ենք։ Հիմա քիչ առաջ դուք ասում եք, որ բանը հիմա ինչու պիտի օրինակի համար պայքարենք մեր ինքնության համար։ Թե մեր աշխարհագրական դիրքի պատճառով, թե մեր ճակերտավոր հարևանների պատճառով եւ այն շատ բան կա։ Շատ։ Այո։ Որոնք որ մեզ չի հանդուրժվում այդ ամեն ինչը, բան չի, ոնց որ չեն ուզում այդ ամեն ինչը ընդունել։ Եվ մեր տղաները կեցցեն ուղղակի ասում եմ ես ցավում եմ, որ այսօր ես հենց հիմա ես չգիտեմ ինչ պիտի անեմ, որ ես մեր տղաներին ինչ որ բանով օգտակար լինեմ։ Հա, բոլորս փորձում ենք ինչ որ Facebook-յան գրառում անել, անել, այո, շատ լավ է, բոլորս անում ենք եւ թող բոլորը անեն։ Թող բոլորը անեն, որ մենք զորավիկ ենք իրենց, զորակցում ենք, մենք աղոթում ենք, մեր եկեղեցիներում բոլորը աղոթում են։ Բարեգենթանի ժամանակ մեր Տեր հայրը Տեր Զենոնը աղոթք բարձրացրեց մեր տղաների համար։ Իրենք գերության մեջ են, որովհետև իրենք հայ են։ Իսկ սա մենք պետք է գիտակցենք։ Մինչև իրենց ուղերձը մենք բոլորս պետք է գիտակցենք։ Իսկ եթե մենք գիտակցեինք այդ ամեն ինչը, այս վիճակը չէր լինի։ Գուցեև չլիներ, այո։ Պարոն Գրիգորյան, տեսեք, այսօր պետական մակարդակով թույլ տվեք ասել, ծաղրում են այն երգերը, որոնք որ դուք եւս երգել եք տարբեր բեմերից, ասում են հրապարակ ենք հրավիրում, հասնենք Սասուն, մտնենք Վան, Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումն եմ մեջ բերում եւ տեսեք, դուք ես հիշում եմ 2017 թվականին Արցախի հանրապետությունում Ասկերանի Մայրաբերդում երգել եք վերցունք տղերքս հրացանը երգը եւ մեծ ողջավորությամբ։ Այսօր ինչու է պետական մակարդակով նման քարոզ տարվում եւ ինչու է իրական Հայաստանը տարանջատվում պատմական Հայաստանից, ինչ նպատակով։ Ասում են, եթե Սփյուռքահայը ուզում է գնալ հասնել Սասուն, Մուշ, Արտահան, թող գնա առանց խանգարելու հայոց բանակին, առանց խանգարելու արևելյան Հայաստանին իրենց գաղափարով ասած։ Նախ ես պիտի ասեմ, որ այդ ամբողջը ինքը կեղծ օրակարգ է։ Այսինքն մեր այն երգերը, որոնք որ ստեղծվել են հիմնականում այդ ցեղասպանության ժամանակահատվածում։ Տեսեք, ինքնապաշտպանության խնդիր է եղել։ Բայց այսօր ցեղասպանությունն էլ են շղթում։ Նայեք, ասում եմ, մեկը մյուսի հետ կապ ունի։
Աշուղ Ֆահրադը շատ երգեր գրեց, շատ։ Այդ բոլոր երգերի նպատակը նախ պատմություն փոխանցելն է, որ նման բաներ են եղել։ Այո։ Նույն Ադանայի ողբը երգը, մյուսը եւ Ռևանդուզի կռիվը, այդ երգերը բոլորը իրենց մեջ պատմություն են փոխանցել, թե ինչ է պատահել, որտեղ եւ այլն, եւ այդ երգերով մենք դաստիարակվել ենք։ Հիմա խնդիրը այն չի, որ հիմա գնանք եւ անպայման Ստամբուլը պետք է դարձնենք արյան ձով, բայց իրենք այդ ամենը օգտագործում են ուրիշ նպատակներ։ Դե այո, մենք չենք ասում վաղը գնալու ենք Մշտո դաշտում։ Եվ երկրորդը, Քոչարի բարենք։ Էլի եմ ասում, հա, էլի կգնանք կբարենք։ Ախր ամեն քարոքր վգա է թե այդ ամբողջը այդ հողը ումն է եւ ոնց որ Արցախում։ Այո։ Հիմա նույնը ինչ որ մենք երկում էինք Արցախի համար, հիմա չի երկենք։ Գանձասարի երգը չի երկենք, կամ հայեր միացեկը չի երկենք, կամ ասենք հայեր միացեք երգի մեջ ինչն է բանը, որ ասենք թե պիտի անպայման միասնական լինենք, որովհետեւ պաշտպանվենք եւ ազատագրենք մեր տունը։ Այդ ծաղրը եւ այլն, այդ ամեն ինչը նորից եմ ասում, սա հենց մեր ինքնության դեմ պատերազմի մասնիկ է։ Եվ մենք պարտավոր ենք այդ ամեն։ Ես հիմա նորից եմ շարունակում երգել այդ երգերը։ Այո։ Չեմ դադարելու երգել այդ երգերը։ Որովհետեւ ես ինքս կեղծ չեմ։ Ես դեմի վրա նույնն եմ, կյանքում նույնն եմ։ Եթե ես երգել եմ հայրենիքիս ջուրը, նորից կերգեմ հայրենիքիս ջուրը։ Եթե երգել եմ Արձիվ Սլացիր Դաչկա Հայաստան, ուրեմն երգում եմ հիմա էլ վաղնել եմ երգելու եւ այլն։ Այսինքն այստեղ հավատամքի խնդիր է։ Իսկ այդ հավատամքը իմ մեջից չեն կարող հանել։ Ով ուզում է լինի։ Եվ ասեմ մի բան, պատմությունը, եթե փորձում են հիմա կեղծել, փորձում են նաև ինչ որ կեղծ օրակարգ դնել իրական Հայաստան, ոչ իրական Հայաստան բան եւ այլն։ Բայց մի բուռ ենք մնացել, հիշեք Գետաշեն։ Ասենք ինչի մասին ենք մենք հիմա խոսում։ Այո։ Ինչի մասին ենք մենք մեզ ենք խափում։ Մենք այսօր կարիք ունենք ամրանալու։ Իսկ յուրաքանչյուր երևույթ մշակութային մեզ ազգային մեզ ամրացնում է։ Ինչի ես ծաղրում։ Մի ծաղրի։ Որովհետև մի բուռ ենք մնացել Գետաշեն երգում հաստատ կհիշեք, որ ասում է Գետաշենը Արցախի դարպասն է, Արցախի դարպասը համարվում էր Սյունիքի դարպասը, հիմա էլ Սյունիքն է, ողջ Հայաստանի դարպասը համարվում։ Այսպես մինչև ուր են գնում։ Եվ նաև Արցախի կորստից հետո նոր տեսանք, որ առավել թափ հավաքեց հայոց ցեղասպանության պետական մակարդակով ժխտողական քաղաքականությունը, ասում են դեռ պետք է խորապես ուսումնասիրել, հասկանալու համար, թե 15 թվականին ինչ է տեղի ունեցել եւ ինչ մասսայականությամբ։ Փաստորեն Թուրքիայի թեզն են առաջ տանում, որ պատերազմ է տեղի ունեցել եւ նույն նախադասությունը տարիներ առաջ Թուրքիայի կողմից փաստորեն մտավ օրակարգ տարիներ առաջ, որ անպայման պետք է այս ամեն ինչը երկու կողմից գիտնականները իրար հետ մենք ապացուցելու բան չունենք։ Մենք փաստելու բան չունենք։ Այո։ Փաստերից մեկը ես եմ։ Ես եմ իմ ընտանիքով, որը ցեղասպանված, մազապուրց եղած եւ հայրենազրկված ընտանիք ենք մենք։ Այսինքն ես ինչի պետք է ծնվեի Հայաստանից դուրս։ Ես ինչու պետք է ծնվեի եւ իմ նման հազարավոր այո ավելի փաստը որն է։ Ու շատ իմ պապը, որը որ իր աչքերով այդ ամենը ինքը ապրած, հազիվ փախած Մարաշից, այն որ երգերում էինք լսում, Եփրատը կարմիր գույնով էր ներգված, ինքը իր տեսածն էր պատմում։ Ինչ
ապացուցելու մասին է խոսքը։ Ինչը պիտի ապացուցվի։ Ինչը պիտի ապացուցվի։ Ինչ ցուցակների մասին է խոսքը եւ այլն եւ այլն։ Լավ դուք ում ենք ուզում լավ դուք բան չունեք, այսինքն լուրջ ամոթ չունեք։ Ասենք կան երկրներ, որոնք որ այնտեղ ժխտողականությունը դատապարտվում է, այսինքն նաև բանա պետության կողմից ընդունված է։ Հայոց ցեղասպանության իրողությունը, ով որ ժխտում է, ինքը գդադապարտվի, ինչ որ չգիտեմ, կարծեմ հենց Արգենտինան, Ուրուգվայը ընդունել էին այդ որոշումը։ Մենք հիմա ինչ ենք խոսում, ինչի մասին ենք խոսում։ Ինչ ապացուցելու բան ունենք։ Այո։ Իրավունք չունենք, իրավունք չունենք։ Սա էլի, այսինքն նայեք, այդ ամեն ինչին դեր կանգնելու համար պետք է մենք մեզ հարգենք, մեզ սիրենք, մեր տեսակը սիրենք ու հարգենք։ Եվ հայ իրականության մեջ շատ կարևոր բան կա, պատկանելիության զգացում, միայն ծնունդով չէ։ Մարդը ծնվեց հայի արգանդից, բայց ինքը իր կյանքով չի արժանանում։ Պետք է վաստակի այդ իրավունքը պատկանելիության։ Իսկ ինձ համար հայ լինելը դա ուղղակի բարձրագույն գոչումն է։ Այո։ Պարոն Գրիգորյան, քանի որ նշեցիք, թե Արցախի կորուստը ինչու եղավ, քաղաքական ուժերի, քաղաքական խաղերի, այսպես կոչված հետևանքով եղավ եւ չեմ ուզում կրկին անդրադառնանք այդ խոսքին, ուղղակի Արցախի կորուստին ինչպես եք դուք համակերպվել եք արդյոք թե չէ։ Ես բնականաբար չեմ համակերպվում եւ ես ինձ համար Արցախի կորուստը ժամանակավոր է։ Եվ Երանի բոլորս մտածենք այդպես։ Ու իրավունք չունենք չմտածելու այդպես։ Որտեղ մեզ չեն ների, մեր եկեղեցիները բանդարկված հիմա, մեզ չեն ների խաչքարերը, ընդհանուր մեզ չի ների ընդհանրապես ճակատագիրը։ Եվ աշխարհը սիրում է այն մարդուն, ով որ ինքն իրան սիրում հարգում է։ Աշխարհը չի սիրում այն մարդուն կամ այն պետությանը, ով որ ինքն իրեն չի հարգում։ Իսկ այդ ինչի մասին է խոսքը։ Երբ դարձավ Արցախը մերը չի։ Այդ ինչ ես լուրջ եմ ասում, ասեք, թե ամեն ինչի չափնել կա։ Բայց մենք, եթե մենք մեր ինքնության մասին մտածենք, մենք մտածենք եւ այլն, ինչի այդքան արցախցի պետք է գար այստեղ եւ անդում մնար։ Այո, անհայրենիք։ Չմտածենք իրենց մասին։ Լավ, չեմ սիրում համակերպելը։ Այո, պետք է պայքարել, այո, եւ պարոն Գրիգորյան, եթե մենք չվերադառնանք, մեզ չեն ների նաեւ այն տղաները, որոնք զոհվել են, որոնք ուղարկավորված են այստեղ եւ այնտեղ, բայց վերադարձը ինչպես եք տեսնում դուք։ Ինչ ճանապարհով, ինչ ուղիներով։ Ես կարծում եմ, որ պետք է ազգային իշխանություն լինի, որը պետք է դիվանագիտական շատ խորը արմատներով փորձի միջազգային ադյաններում այդ հարցը բարձրացնի եւ դրանից առաջ ամենակարևորը մեր հասարակության մեջ այդ վերադարձի գաղափարը չմարի։ Այսինքն ամեն ինչ կախված է տան գլխից։ Ոնց է մտածում այսօր։ Այո։ Իսկ ես կարծում եմ, որ մենք ունենանք ազգային իշխանություն, եւ որը որ իր համար կարևորագույն խնդիրներից մեկը կլինի արցախցիների վերադարձը իրենց հայրենի տուն, ինչպես նաև այնպիսի իշխանություն, որը որ կդարձնի Հայաստանը ամբողջ աշխարհի հայության վերադարձի տուն։
Այսինքն ես երազում եմ, որ մենք ունենանք ազգային իշխանություն, որը որ կստեղծի նաև հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի ամբողջ աշխարհում ինչքան հայ կա, համոզելով տարբեր միջոցներով բերել տուն, որտեղ Հայաստանը կարիք ունի բոլորին, ինչքան հայ կա աշխարհում, կարիք ունի Հայաստանը իրենց։ Այնպես որ շատ կարևոր հարցեր կա, որը որ կառավարությունը, այդպես ասեմ, իշխանությունը պետք է զբաղվի դրանով, բայց իշխանությունը առաջին հերթին պետք է ազգային մտածելակերպ ունենա եւ այդ մտածելակերպով փորձի իրականացնել մեր բոլորիս երազանքները, մեր տեսլականը, ինչ ունեցել ենք, պետք է իրականություն դարձնի, ոչ թե հակառակը։ Այո։ Հույսով, հավատով եւ մեծ սպասումով կվերադառնանք եւ հայրենադարձություն թող լինի Հայաստանում։ Պարոն Գրիգորյան, մեր հարցերն այսքանն էին, եթե ավելացնելու խոսք չունեք, կխնդրեմ ձեր իսկ ցանկությամբ մեր եթերն ամփոփենք ձեր կատարմամբ։ Այսպես ժողովրդի լեզվով ասած, առիթը ձեռքներից բաց չենք թողնում։ Նվադագիս հասնի միայն թող զիս հանեն կախաղանեն խեղդուկ ձայնով բիտի կոչեմ ախ Հայաստան։ Շնորհակալ ենք, պարոն Գրիգորյան, ձեր փայլուն կատարման, ամեն ինչ Հայաստանի համար, այո, հետաքրքիր բովանդակալից հարցազրույցի համար եւ որ ձեր բազմազբաղ ժամանակից մեզ տրամադրեցիք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մեր հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն էր։